Իշխող հանրապետական կուսակցությունն ափսոսանքով է ընդունել Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Սա խնդիրը ավելի շատ ներքաղաքական է, կապված Ֆրանսիայում ընտրությունների հետ, ապագա ընտրությունների հետ կապված, եւ հաջորդը բնականաբար նաեւ թուրքական լոբին չպետք է մենք այստեղ թերագնահատենք։ Այնուամենայնիվ եւս մեկ անգամ պետք է ասեմ, ես չցանկանալով խորանալ իրավական մանրուքների մեջ, եւս մեկ անգամ ուզում եմ կարեւորել այն փաստը, որ Ֆրանսիայի պարլամենտական գործիչների մեծամասնությունը, թե ազգային ժողովում, թե սենատում սենատորների մեծամասնությունը կողմ են քվեարկել, այսինքն արձանագրել մի բան, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավը դեմ է Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությանը եւ ամեն ինչ անելու է ժխտողականության դեմ պայքարում։ Սա շատ կարեւոր է։ Մի բան է, որ 127 հոգի են քվեարկում իլուր ամբողջ աշխարհի, մի բան է, որ 8 հոգանոց խորհուրդը ինչ իրավական հիմնավորումներից ելնելով հակասահմանադրական է դա ճանաչում։ Մինչդեռ Դաշնակցության Հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի նոր օրինագիծ մշակելու կարգադրությանը նշեց, թե դա ավելի շատ բարի կամքի արտահայտություն է, քանի որ Նիկոլա Սարկոզին իր ներկա լիազորությունների ժամկետում չի կարողանա այս գործը հասցնել ավարտին։ Մի քանի օրից Ֆրանսիայի խորհրդարանը արձակուրդ կգնա հաշվի առնելով մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը։ Կարելի է արտահերթ ժողով հրավիրել եւ այլն, բայց չեմ կարծում, որ սա այն հարցն է, որի համար այդ քայլերին կգնան։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշմանն, ապա Կիրո Մանոյանի համոզմամբ այս դեպքում հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, նաեւ կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային։ Դա բարձ օդի մեջ մեղադրանքներ չեն։ Ֆրանսիայի դատախազությունը չեմ կարծում ինձ կգանչի վկայության, բայց խոսվում է, որ առնվազն պատգամավորներ, սենատորներ, որոնք դերակատար եղան, կարևոր դերակատարություն ունեցան այս հարցը համանդրական խորհուրդ փոխանցելու կամ ներկայացնելու գործի մեջ, շատ հստակ ձևով իրենք արդեն կողիկ նվերներ ստացել են թուրքական կողմից։ Անդրադառնալով ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի բովանդակությանը, Կիրո Մանոյանն նշեց, որ եթե այն այլ բովանդակություն ունենար, գուցեև չհամարվեր հակասահմանադրական, օրինակ, ի տարբերություն ֆրանսիական այս օրինագծի, Շվեյցարիայում գործող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքում նշվում է, որ քսենոֆոբիայի եւ ռասիզմի նպատակով արվող ժխտումն է քրեականացվում։ Այդ նույն հղումը կա հրեական ողջագիզումի ժխտումը քրեականացնող օրենքի մեջ, որ ասում է, որ ռասիզմի, քսենոֆոբիայի եւ հակասեմականության նպատակներով ժխտումը, ասում էր չափազանցված ձևով ժխտում, չափազանցված ձևով ժխտումը չեմ գիտեր ինչ է նշանակում։ Իմ մեծ մայրիկը փրկվեց մի թուրք բարեխիղճ ընտանիքի կողմից եւ այդ բարեխիղճ ընտանիքի եւ զանազան ընտանիքների արդարացի պատմությունը ուղղակի ջրի երես չի եկել, որովհետև Թուրքիան շարունակում է նաև Ֆրանսիայի այս օրինագծի ճնշման միջոցով ժխտել ան ժխտելին։